Կեղծ խաղաղության գինը փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Լոս Անջելեսում բնակվող սիրելի հայրենակիցներ, բաց մի թողեք հնարավորությունը ներկա գտնվելու մարտի 26-ին երեկոյան 7:30-ին Փասադենայի AGBU արվեստի կատարողական կենտրոնի սրահում կայանալիք պրեմիերային։ Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում զրուցելու եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ, շնորհակալ եմ հրավերից ընդունելու համար Տիկին Գրիգորյան, դուք խորհրդարանից եք գալիս, այնտեղ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստներ, որտեղ կատարողականն էր ներկայացնում Արարատ Միրզոյանը, իհարկե կատարողական բառը այս դեպքում շատ զավեշտալի է հնչում, որովհետև այն, ինչ իրենք պիտի կատարեին, ուղղակի ձախողել են ու հանձնել Ադրբեջանին։ Կուզեմ սկսենք այդ քննարկումներից այն համատեքստում, որ երեք իշխանությունները հայտարարեցին, որ ըստ էության ավարտված է այսպես կոչված խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների այս փուլը Ադրբեջանի հետ ու թվում է թե ինչ որ փաստաթուղթ կա, որը պիտի կողմերը ստորագրեն, բայց այդ ոգևորության գլխին, ինչպես ասում են, սառը ջուր լցրեց Ալիևը, հայտարարելով, որ զրոյական վստահություն ունի այս իշխանության նկատմամբ։ Իրականում այս իշխանությունները անշեղորեն կատարել են բացառապես մի բան, դա Ալիևի եւ Էրդողանի պահանջների իրականացումն է։ Այդտեղ իրենք իսկապես անշեղորեն եւ համապարփակ ձևով իրականացրել են այնինչ իրենց թելադրվել է եւ իրենք հիմա փաստացի արդեն փաստաթղթավորման փուլին են հասել։ Այո, իրենք չունեն ոչ լեգիտիմություն, իրենք չունեն որևէ իրավունք հայ ժողովրդի անունից, հայ ժողովրդի մեջքի ետևում ստորագրելու փաստաթուղթ, որը նույնիսկ հրապարակային չի։ Մարիանա, ես եւ դուք եւ այսօր մեզ լսող մարդիկ չգիտեն ինչ է գրված այդ փաստաթղթում, բայց այսօր հրապարակվում է, որ մենք պատրաստ ենք գնալ եւ ստորագրել։ Իհարկե Ալիևն ասում է այդքան բոլոր զիջումներից հետո ես կստորագրեմ, եթե դու հələ սահմանադրությունդ փոխես եւ ոչ միայն Մինսկի խմբի համանախագահության այդ ֆորմատը չեղարկելու մասին է խոսում, բայց դրա մասին կարծես թե այս իշխանությունները համաձայնել են, այսինքն իրենք ասել են, որ մենք պատրաստ ենք Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը չեղարկել եւ փաստացի սահմանադրության խնդիրն է առաջ գալիս, բայց ես ուզում եմ մեզ լսող մարդիկ էլ շատ լավ իմանան, որ սա վերջին պահանջը չէ։ Ես իհարկե անիրատեսական եմ համարում, բացառում եմ նույնիսկ, որ հայ ժողովուրդը կողմ քվեարկի մի սահմանադրության, որը բացառապես Ալիևի ճաշակով եւ հագով է կարված, բայց եթե նույնիսկ մտածենք, որ սա վերջին պահանջն է Ադրբեջանի, որից հետո կարող է լինել խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում, այդպես չի լինելու։ Դրանից հետո տրվելու են հերթական պահանջները ավելի ու ավելի ստորացուցիչ։ Եվ եթե մենք տեսնում ենք, թե ժամանակի Հիկմետ Հաջիևը արդեն երկրորդ անգամ այս իշխանությանն ասում է, եթե ուզում եք խաղաղություն, պիտի իբրև թե պատերազմական հանցագործներին հանձնեք մեզ քրեական հետապնդում իրականացվի։ Դուք հասկանում եք ինչ է տեղի ունենում։ Այսինքն ոչ միայն իրենք մեր հայրենակիցներին Բաքվի բանտում դատում են, մի հատ էլ ասում են ձեր դատախազությունը եւ դուք առհասարակ եթե նման քաղաքական կամք եք դրսևորում խաղաղության, ապա դուք պետք է հանձնեք մեզ կամ հենց տեղում էլ դատեք։ Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը, եթե այսպես չոր դատենք, այդ պահանջն էլ է իրականացնում։ Այսօր փաստացի օրինակ երկրորդ նախագահի Սերան Օհանյանի Խաչատուրովի դատերն են հիմա տեղի ունենում։ Դուք գիտեք, որ Ջալալ Հարությունյանը արդեն դատապարտվել է։ Գիտեք, որ ազգային Միքայել Արզումանյանը դրանպես 2.5 տարի ոնց կարծես թե նույնիսկ ավելին գտնվում է կալանքի տակ։ Ազգային հերոսի կոչում ունեցող մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ ազգային հերոսի կոչում են ստացել իրենց գործողությունների համար, հիմա ընդհակառակը դատվում են պատերազմի ժամանակ իրենց գործողությունների համար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այսպես թե այնպես իրականացնում է Բաքվի պահանջը նույնիսկ այս առումով, այսինքն պատերազմում մասնակիցների դատելու առումով, բայց դա էլ բավարար չի իրենց։ Ընդհանրապես կարող է մենք հասնենք մի փուլի, երբ ասվի, որ ցանկացած մեկ ով մասնակցել է Արցախյան պատերազմի, ցանկացած կամավոր, շարքային եւ այլն, պետք է իսկապես դատապարտման ենթարկվի կամ արտահանձնվի Ադրբեջանին։ Հասկանում եք, էս է իրողությունները։ Ես էլ չեմ խոսում նրա մասին, որ ֆունդամենտալ առումով հարց է դրվելու մեր բանակի հետ կապված։ Եվ այդ հարցերն արդեն կան։ Նրանք ոչ թե մտածածին բաներ են, այլ արդեն կան այդ պահանջները։ Այլ բան, որ Ալիևը իր մենյուն բացում է, այսպես հերթով։
Հերթով, շարքով բոլոր պահանջները ժամանակ առ ժամանակ այսպես բավարարվում է, անցնում է հաջորդին, սա էլ է բավարարում, անցնում է հաջորդին։ Բանակի հետ կապված հստակ պահանջ արդեն հնչեցվել է, սպառազինությունների հետ կապված այդ պահանջը բոլորս լսել ենք եւ շարունակաբար դա տեղի ունենում։ Ամենավտանգավոր պահանջներից մեկը, այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձ Հայաստան եւ նույնիսկ Հայաստան էլ չեն կոչվում Հայաստանի Հանրապետությունը, ասում են, որ սա արևմտյան Ադրբեջան է, այսինքն 350,000 մարդու ադրբեջանցու Հայաստան բերելը մենք հասկանում ենք, թե ինչպիսի իրավիճակ կարող է ստեղծվել։ Դե միջանցքի հարցը այսպես թե այնպես կախված է, դրանից երբևէ չեն հրաժարվել, դա իրենց ռազմավարական հեռանկարում ամրագրված դրույթ է։ Բառացիորեն 3 ուղիղ ասած, այո, ճանապարհ տալու եմ, դե անունն է ճանապարհ, բայց թե էությունն ու կարգավորումները ինչ կլինեն, արդեն ձեր ասած քիչ-քիչ քայլ առ քայլ դրա մասին էլ են խոսում։ Դե տեսեք, սկզբում ասում էր կարմիր գիծը ընդհանրապես դա չենք քննարկում։ Հետո միջազգային կազմակերպության ներկայության մասին են խոսում, հիմա դա էլ չի քննարկվում։ Անխոչնդոտի մասին են խոսում, ասում են ինչ որ նվազ կարգավորումներով եւ այլն, ու միևնույն ժամանակ էլ ասում են մենք ինչ էլ տանք, Ադրբեջանը դա միջանցք է անվանել, այսինքն իրենք հիմիկվանից պատրաստում են մեր ժողովրդին, որ այդ պահանջն էլ է իրականացվել։ Ուղղակի պետք է համապատասխան թոզը փչել մեր ժողովրդի աչքերին, որպեսզի հանկարծ մարդիկ չմտածեն, որ դա միջանցք է, մինչդեռ իրենք իսկապես հենց այդ process-ով էլ առաջ են գնում, որովհետև անխոչնդոտը, անկանգառը, լրիվ այսպես հատուկ պրոցեդուրաները չեղարկված տարբերակը հենց միջանցքի որ կա։ Ես հետևում եի այս քննարկումներին հանձնաժողովում, որը իհարկե երեկվա այդ հայտարարության ամբողջ համատեքստում էր եւ Արարատ Միրզոյանը ոչ մի հարցի ըստ էության պատասխան չէր տալիս։ Երբ նրան ձեր գործընկեր Քրիստինե Վարդանյանը խնդրեց թվարկել, ինչ զիջում է արել Ադրբեջանը, գոնե մի բան, որ նա զիջել է, ինչ է զիջել Ադրբեջանը, ուղղակի չկար պատասխան։ Դե որովհետեւ չկա նման զիջում, հասկանում եք։ Բանակցություններն ընդհանրապես երկկողմ փոխզիջումներ են ենթադրում։ Ցանկացած բանակցություն այդպիսինն է։ Հիմա իսկապես Հայաստանի կողմից ես կարող եմ հիմա շարքն ամբողջությամբ թվարկել, թե այս տարիների ընթացքում, երբ սրանք բանակցում էին, արդյունքում ինչպիսի զիջումներ են իրականացվել։ Բայց Արարատ Միրզոյանը լինի, Նիկոլ Փաշինյանը լինի, ով էլ լինի, չի կարող get 1 դրույթ ցույց տալ, որտեղ Ադրբեջանը զիջում է իրականացրել։ Հասկանում եք, խոսում ենք մի իրավիճակի մասին, որ Ադրբեջանում դատվում են մեր հայրենակիցները, հա, եւ դրան զուգահեռ իրականացվում է հերթական վերջին 2 զիջումը։ Բա այդ զիջումներն ինչի համար է իրականացրել։ Այդ զիջումների դիմաց ինչ է ստացել։ Եթե դու վերջին 2 զիջումներն ես իրականացնում, Սահմանադրության փոփոխության, այսինքն նոր սահմանադրություն ստեղծելու մասին արդեն հանձնառություն է ստացել, Մինսկի խմբի չեղարկման մասին ես խոսել, բայց լավ գերիների վերադարձը դրա փոխարեն կարող է լուծել, թե չէ կարող։ Մեծ խոսելով չի։ Հայաստանի Հանրապետության տարածքներն այսօր օկուպացված են։ Գնում գալիս ասում են մենք ինքնիշխան պետություն ենք, մենք անկախ պետություն ենք, մենք ամեն բան պետք է անենք, որ անկախ լինենք, մեր տարածքային ամբողջականությունը լսի ընկեր։ Քո կառավարման տարիների ընթացքում մենք միայն կորուստ ենք ունեցել։ Մեր տարածքներն օկուպացված են քո իշխանության օրոք, ում ես եկել ինչ հեքիաթ ես պատմում։ Եվ դրա մասին ոչ մի խոսք։ Երբ այդ մասին հարց է հնչում, մեջտեղ են բերում այսպես կոչված սահմանազատումը։ Դե հիմա ասում են սահմանազատումով տեղի կունենա, բայց մենք բոլորս ենք լավ հասկանում։ Ես իմիջիալից Արարատ Միրզոյանին կվկայակոչեմ, այստեղ կհիշատակեմ, երբ իրեն հարց էին հնչեցնում, բա օրինակ Ջերմուկի, Ներքին հանդիվար Թենիսի կողմից երբ են դուրս գալու կամ ժամանակագրության առումով ինչ կա, ասում է դե ինձնից լիներ, կսկսեի այստեղից, այսինքն իրանից չի։ Այս մարդիկ իսկապես, ես չգիտեմ էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ինչի համար են իրենց բան, այսինքն իրենց հարկերից ինչի է գումար գնում իրենց, իրանք պարզապես Բայրամովի եւ մյուսների տեղապահն են։ Եվ որ Նիկոլ Փաշինյանն ասում էր ժողովուրդը մեզ ընտրել է, մենք ժողովրդի տեղապահն ենք, իրանք ժողովրդի տեղապահը չեն։ Իրենք Ալիևի տեղապահն են, Էրդողանի տեղապահն են, որովհետև մեր ժողովուրդը իրենց նման պատվեր չի տվել։ Իրենց չի լիազորել գնալ ամեն ինչ զիջել ու ոչինչ չստանալ։ Ես այստեղ փայլուն մի հատ իրենք քաղաքականություն են իրականացնում, այստեղ պետք է այո ասել, որ այդտեղ փայլուն են։ Ամեն բանի զիջումը իրանք հաղթանակ են ներկայացնում։ Հասկանում եք, մի հատ թուղթ են բերելու մեզ, որի վրա բացառապես մի բառ կարող է լինի խաղաղություն, բայց դա էլ է հարց բերելու են, թե դա էլ հենց այո, Ալիևն ասում է կգնաք սահմանադրություն կփոխեք հետո։ Նույնիսկ Բաքուն չէր գնացել
համատեղ հայտարարության ճանապարհով ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ այդ ամոթալի դրվագը բարձրաձայնել էր ու սա ուղղակի խայտառակություն էր։ Եթե ես նախորդ միտքս ավարտեմ, ինչ է ուզում ասել, որ այս թուղթը խաղաղության մասին չի։ Այս թուղթը շարունակական զիջումների արտացոլանքն է, Ադրբեջանի բոլոր պահանջների հնազանդորեն իրականացման մասին փաստաթուղթը։ Եվ այո, տարիների ընթացքում իրանք մի բան են սովորել, որ կարելի է օրինակ պարտությունը անվանել հաղթանակ, պատերազմը եւ սողացող պատերազմը համարել խաղաղություն։ Հիմա իրանք այսօրվա քննարկման այս լեյտմոտիվն էլ էր դա, թե բա իրենք ուզում են խաղաղություն, մենք այ պատերազմ ենք ուզում։ Այս երկրում մարդ կա, որ պատերազմ է ուզում։ Ընդ որում պատերազմ լինելու ժամանակ էլի օրինակ ես իմ անձնապես իմ տունն ակապանում օրինակ հայտնվելու անմիջապես թիրախում։ Մեր ընկերներն են գնալու պատերազմի դաշտ, դուք ձեր տարբեր բունկերներում եք, հա, այսպես պատասպարվելու։ Դուք ոչինչ չեք անել, այսինքն մենք պատերազմ չենք էլ կարող ուզենալ։ Եվ պատերազմ այս իշխանության հետ եւս մեկ անգամ կարծում եմ ժողովուրդը գիտակցում է, չէ՞, դա ինչ կարող է նշանակել։ Ու ընդհանրապես ցանկացած ուժել այս իշխանություններին քշելուց հետո էլ ցանկացած ուժ որ գա, իհարկե իր տրամաբանությունը պետք է լինի խաղաղություն բերելը։ Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Եվ ոչ ոք չի ուզում պատերազմ, այդ մասին ոչ մի ուժ չի խոսում։ Այո, այլ բան է, որ իրանք փորձել են այսպես այս ուղիղ գիծը տանել, որ կամ մենք այս ամեն ինչը անում ենք, ստանում ենք ինչ որ թուղթ, կամ պատերազմը, չէ, այդ ամբողջ ընթացքում կան վարիացիաներ, հնարավոր է բանակցել այլ բան, որ այս մարդիկ ուղղակի վիճակի չեն բանակցելու։ Հասկանում եք, պարտված, ջախջախված ղեկավարի իր թիմով չի կարող հասնել նրան, որ ինչ որ շահավետ բան ստանան։ Ես ուզում եմ, որ մեզ լսող մարդիկ սա կարևոր դիտարկում է, հասկանանք, որ այս թուղթը ամենևին Հայաստանի մասին չէ, մեր ժողովրդի լավ ապագայի մասին չէ, մեր երկրի տարածքային ամբողջականության ապահովման մասին չէ։ Այս թուղթը իրենք աղերսել են, խնդրել են Ալիևից բազմաթիվ անհավանական բոլոր զիջումներն իրականացնելուց հետո, որպեսզի ընտրություններից առաջ ինչ որ բան ունենան ներկայացնելու ժողովրդին։ Հասկանում եք, սա ոչ բացառապես այս նշանակությունը ունի։ Իրենք հույս ունեն, որ կարող են այն աստիճան մանիպուլացնել։ Իրանք փորձում են վիրավորել մեր ժողովրդի բանականությունն ասելով, որ այս թուղթը, որով մեր տարածքները չեն դեօկուպացվում, մեր հայրենակիցները Բաքվի բանտում են, Արցախի մասին, Արցախի ժողովրդի մասին ոչ մի քննարկում չկա, ասում են սա խաղաղության մասին թուղթ է։ Լավ, դա ինչ հեքիաթ, ում ես պատմում այդ հեքիաթը։ Եթե մեր իրողությունները նույնն են մնալու այդ թղթով եւ առանց այդ թղթի, դա ինչ խաղաղություն է, դա ինչ հարաբերությունների կարգավորում է։ Դուք հարաբերությունների կարգավորում եք պատկերացնում երկու երկրների միջև եւ շարունակելու են մեր սահմանները փակ մնալ, փակ սահմաններով հարաբերությունների կարգավորումը կամ խաղաղության մասին խոսելը կամ այնտեղ մեր հայրենակիցների խոշտանգումը ո՞րն է։ Սա մանիպուլյացիա է եւ պետք է սա շատ հստակ է արձանագրում։ Ազգային ժողովում այս քննարկմանը Միրզոյանը ասաց, որ Ադրբեջանի կողմից հնչող այդ ազդակները իրենք էլ են տեսնում եւ հարցրեց եւ այսինքն այլընտրանքը պատերազմն է, դա էր ասում ու ուղիղ տեքստով ասած, երբ թերթում էի սոցցանցերը, նույն անհեթեթ միտքը նաև իրենց քարոզչա մեքենաներն էին արդեն տարածում, այսինքն իշխանությունը անցել է ժողովրդի նկատմամբ ուղղակի տեղեկատվական տերորի եւ ասում է, եթե չեք ուզում այս թուղթը լինելու է պատերազմ, այնպես ինչպես դա անում էր Կիրանցում։ Հիմա ստացվում է մենք այս դեպքում էլ արդեն ոչ թե լոկալ, այլ ավելի լայն այդ նույն սցենարի կրկնությունն ենք տեսնում։ Բնականաբար դա ենք տեսնում, որովհետև պատկերացնում եք տեղապահներն Ալիևին, մեր ժողովրդին շանտաժի են ենթարկվում, որ եթե խելոք չմնաք, չընդունեք այս թուղթը, այսպես խոնարհաբար չգնաք էլ սահմանադրություն, նոր սահմանադրություն ընդունելու, որը կրկնում եմ Ալիևի ուղակի ճաշակով ու պատվերով է տեղի ունեցել, ապա կլինի պատերազմ։ Չէ, այս մարդիկ ուղակի բանակցել չգիտեն, դրա համար են մեզ այս օրին հասցրել։ Մեր ժողովուրդը հասկանալիորեն եւ պետք է բնականաբար չուզենա պատերազմ, մենք բոլորս չենք ուզում պատերազմ, այլ բանը որ պատերազմը վախացնել ինչ որ բան ստանալու համար, որպեսզի ավելի երկար մնաս քո աթոռին, սա ուղղակի անբարոյականություն է, ժողովրդի նկատմամբ տոտալ անարգանք է, վիրավորում է մեր բոլորիս բանականությունը, որովհետև այդ թուղթը կրկնում եմ խաղաղության մասին չէ, եթե ես իմանայի, որ գոնե այդ թղթով հիմնական հարցերը կլուծվեին, խաղաղության մասին չեմ խոսում, հարաբերությունների կարգավորում կգնար, իսկ խաղաղություն, եթե օրինակ հարաբերությունների կարգավորում լիներ, կարող է մի, չգիտեմ, տասնամյակներ հետո ինչ որ խաղաղություն
անկախության մասին լիներ խոսքը, բայց հարաբերությունների կարգավորման մասին խոսել այն ժամանակ, երբ քո ոչ մի գոնե կես քայլ պահանջ կամ հարցադրում չի բավարարվել, բայց դու ամբողջությամբ բավարարել ես Ադրբեջանի պահանջները եւ դեռ պիտի շարունակես բավարարել, եթե թուղթը ուզում ես ստանալ, սա ուղղակի նոնսենս է, բայց ինչի են անում սա։ Սա շատ պարզ տրամաբանություն ունի։ Ի վերջո հասկանալի է, որ այդ չարաբաստիկ նոր սահմանադրության ընդունումը այդքան հեշտ գործընթաց չէ։ Դրա համար պետք է որպեսզի 100,000-ավոր մարդիկ գնան ընտրատեղամաս, առնվազն 500-600,000 մարդու մասին է խոսքը։ Նախ քվորում ապահովել։ Այո, քվորում ապահովել եւ այդքան մարդ միայն պետք է կողմ քվեարկի։ Սա անլուծելի հարց է իրենց համար, ես չեմ բացառում, որ սա զուգորդվի այլ ընտրական process-ով, եթե նույնիսկ այնտեղ օրենսդրական փոփոխություն անելու անհրաժեշտություն լինի, դա էլ կանեն, այդ դա խնդիր չի իրենց համար, բայց եթե դա իրականացվի, իրանք մտածում են, որ այս թեզով պետք է գնան եւ հիմիկվանից քարոզարշավը սկսվել է, որ եթե կողմ չքվեարկեք այսպես կոչված այդ նոր սահմանադրությանը, իրական Հայաստանի մասին նոր սահմանադրությանը, կլինի պատերազմ։ Սա ես ասում եմ ամենաանբարոյական թեզն է մեր ժողովրդի նկատմամբ, շանտաժի ենթարկել, այսպես նվաստացնել, իրենք հիմա ինչ վիճակում են, նվաստացած վիճակում են Ալիևի առաջ, կապիտուլացված վիճակում են Ալիևի առաջ, բայց դա էլ բավարար չէ, իրենք ամբողջ ժողովրդին են ուզում հանցակից դարձնել այս ամբողջ գործընթացին։ Տիկին Գրիգորյան եւ ինչպես Աննա Հակոբյանը կասեր, այս ամենը հանուն ոչնչի է, որովհետեւ դիմացը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչինչ չի ստանում երաշխիքների առումով, չէ՞, ինքը քանիցս ասել է, որ նույնիսկ եթե այդ փաստաթուղթն էլ ստորագրվի, երաշխիք չկա, որ հետո չի լինի պատերազմ։ Բացարձակ որևէ երաշխիք չկա մեկ այլ կողմ, որ իր ներկայությամբ, իր ծանրակշիռ ներկայությամբ կարող էր երաշխավորել։ Չնայած այդ փաստաթղթում, այո, միջնորդի մասն է, չնայած այդ փաստաթղթում չկա նույնիսկ կետ, որը Ադրբեջանը ինչ որ պարտավորություն ստանձնում է, որ մի հատ էլ երրորդ կողմը երաշխավոր կանգնի։ Բայց հիմա այստեղ փաստաթղթի մեջ իրենք հիմնական երկու բան են նշում, որ կարևոր է Հայաստանի համար։ Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, առաջին կետ։ Հիմա տարական հարցադրում եմ անում։ Եթե Ադրբեջանը պայմանական ստորագրվում է, բոլոր հերթական պահանջներն անում է, այդ թուղթը քեզ տալիս է։ Ադրբեջանը ճանաչելով քո տարածքային ամբողջականությունը դուրս գալու է քո երկրի տարածքից։ Դուրս չի գալիս, չէ՞, տարական բան է, եթե դու ասում ես, ես այս փաստաթղթով շահում եմ այն, որ Ադրբեջանը ճանաչում է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, նշանակում է երկրորդ քայլով պետք է ադրբեջանական զորքը դուրս գա։ Բայց եթե դուրս չի գալու, ինչ ես վաճառում մեր ժողովրդին, ինչ ես մանիպուլացնում։ Երկրորդն ասում է ուժի սպառնալիքի չկիրառման մասին է խոսքը, այսինքն երկրորդ կետով կարող ենք դա ձեռք բերել, որ Ադրբեջանը ստանձնում է պարտավորություն ուժ չկիրառել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանը 1000 նման թուղթ ունի ստորագրած, նոյեմբերի 9-ին ստորագրած, Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով 5 հայտնի հայտարարություններ կան նախագահների ղեկավարությամբ, այսինքն Ադրբեջանը ստանձնել էր պարտավորություն խաղաղ բանակցությունների ճանապարհով խնդրի հանգուցալուծման։ Ինչ արեց, հետևեց դրան։ Պատերազմը պատերազմի հետևից։ Այսինքն խոսել նրա մասին, որ Ադրբեջանը կարող է թղթի տակ ստորագրել, որով պարտավորվում է ուժ չկիրառել, դա ուղղակի չտիրապետել, նշանակում է դու չես տիրապետում ռեալ պոլիտիկին, դու չես հասկանում քո դիմացինը ով է եւ թե ինչպիսի զսպման մեխանիզմներ իր վրա կարող են աշխատել։ Այդ թուղթը չէ զսպիչը, այլ հողի վրա իրականացված աշխատանքներն եւ ուժային բալանսի ներկայացումն է։ Անցնենք ուժային բալանսին, այդ թվում տարածաշրջանային, այստեղ իրավիճակ է փոխվում։ Եվ այդ իրավիճակի փոփոխության քամին, ինչպես ասում են, իրենք էլ հաստատ զգում են։ 2 օր առաջ նույն Արարատ Միրզոյանը հայտարարում էր, որ այդ պայմանագիրը կարող է ավելի վաղ լինել, քան ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծումը կարող է լինել։ Այստեղ ինչ եք կարծում, իրենք շտապում են մինչև process-ները գան հասնեն Հարավային Կովկաս, մի բան ունենալ։ Ես վստահ եմ, որ իրենք շտապում են, որովհետև այս վերջին երկու կետերի զիջումն էլ դուք տեսեք, որքան ժամանակ է քննարկվում էր, հա, միջազգային ատյաններից հայցերի հետ քաշումը, ինչպես նաև եվրոդիտորդների հանումը, այսինքն եթե այս կետերը հնարավոր լիներ այդպես արագ զիջել, կզիջեին այս թղթի համար, բայց հիմա տեսնում ենք, որ շտապողականություն կա, որովհետև ակնհայտ է, որ ուկրաինական ճակատում ընթանում են process-ներ, հանգուցալուծման տրամաբանություն է գնում, որը կրկնում եմ ոչ թե մի շաբաթվա բան
բան է, բայց ինքը process-ը, որը կանգնելու է։ Եվ դրանից հետո իրենք շատ լավ են հասկանում, որ հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները հետաքրքրություն չունի ռեգիոնում, հաշվի առնելով, որ Եվրոպան ինքը իրենով է խառը դեռ իր հարցերը կարիք ունի այնտեղ լուծելու, Ռուսաստանը այդտեղից հետո իր հայացքը ուղղելու է նորից հարավային Կովկասին եւ այդ հայացքը չափազանց վախենալու է Նիկոլ Փաշինյանի համար հաշվի առնելով, թե այս տարիների ընթացքում ինչ է արել եւ ինչեր են տեղի ունեցել եւ հիմա ինքը փորձում է իր համար նոր չէ, բայց ավելի վստահելի կերպով պատրոնը հաստատել Էրդողանին եւ հասկանալի է, որ այս բոլոր պահանջների իրականացումը եւ թղթի տակ ստորագրումը մի նպատակ ունի, որպեսզի կարողանան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել։ Մենք գիտենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գլխավոր նախապայմաններից է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Իսկ Ադրբեջանն էլ այդ մենյուն դրել էր, հիմա այդ մենյուով իջան, հա։ Հիմա եթե թուղթը ստորագրվի, միգուցե եւ Թուրքիան համաձայնի ինչ որ հարաբերությունների կարգավորման, չնայած երեք ես կարդացի հայտարարություն Էրդողանի խորհրդական թե օգնականների մեկի կողմից, որ չափազանց վաղ է խոսել հարաբերությունների կարգավորման եւ ներկայացուցիչների նշանակման մասին։ Ես կարծում եմ պատահական չէ, որ ցեղասպանության ուրացման այս զրույցը հիմա էր բացվել, Արարատի մասին արդեն երկար ժամանակ են խոսում, որ թուրք լրագրողներ եկան Հայաստան, Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվին եւ այդ քննարկումներ գնում, այսինքն Նիկոլ Փաշինյանը ավելի ակտիվորեն սկսել է իրականացնել քայլեր, նույնիսկ մեր պետական շահի զիջման տեսանկյունից, որոնք ինչ որ ձև ինքը հույս ունի, որ կարող է հանգեցնել Էրդողանի հետ կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Նա դրել է իրեն վաճառքի Էրդողանի առջև ստացվում է Հայաստանի գնով նոր տեր է փնտրում։ Այն հույսով ինքը այդ տերը վաղուց էր փնտրել, վաղուց էր գտել, այլ բան է, որ դա ուզում է ինստիտուցիոնալ բնույթ կրի, կրկնում եմ հաշվի առնելով, որ ուկրաինական ճակատում իրավիճակը շուտով կարող է հանգուցալուծման գալ եւ այս տարածաշրջանը, քանի որ արևմուտքը այդ հետաքրքրությունը չունի, պարզ է, որ մեր տարածաշրջանում 3 հիմնական խաղացողներ կան՝ Իրանն է, Ռուսաստանը եւ Թուրքիան է, եւ այդտեղ բնականաբար Նիկոլ Փաշինյանի համար ամենանախընտրելի մարդը Էրդողանն է եւ ինքը այդ ուղղությամբ շարժվում է։ Բայց այստեղ ես ուզում եմ նաեւ մի կարևոր արձանագրում անել։ Դուք հավանաբար տեսել եք երեք եւ այսօր տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից ողջուներ, որովհետեւ հասարակ մեր հայրենակիցներն էլ կարդում են, ասում են, ուրեմն եթե, չգիտեմ, Ֆրանսիան է ողջունել, հա, ուրեմն սա լավ բան է։ Ախր տարական դիվանագիտական այսպես նորմեր կան, որ եթե օրինակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ասում է ինձ ձեռնտու է, անկախ նրանից ով է ներկայացնում այդ կառավարությունը, եթե ասում է ինձ ձեռնտու է այս պայմաններով խաղաղությունը, բա ինչու պետք է մյուս ակտորները դա չողջունեն։ Եթե այն ժամանակ հիշում եք սահմանազատման ավելի շուտ Տավուշում տարածքների միակողմանի զիջման ժամանակ տարբեր երկրներ ողջունում էին գործընթացը։ Եվ ինչ եղավ արդյունքում։ Ուղղակի միակողմանի զիջումներով ավարտվեց։ Հերթը չհասավ Ջերմուկին, Սյունիքին եւ այլ հատվածներին։ Նույնը Պրահայում, բոլոր երկրները ողջունեցին, նույն Ֆրանսիան, մեր սիրելի բարեկամ երկիրը, ողջունեց, չէ՞։ Ասեց, որ ողջունում ենք Պրահյան գործընթացը, հանգուցալուծման ենք գնում։ Հիմա Արցախը մասնակից էր։ Այո, Մակրոնը անմիջական մասնակից էր Պրահյան գործընթացի։ Եվ հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Ինչ կա Արցախում։ Արցախն ամբողջությամբ ադրբեջանական օկուպացիայի ներքո է, ժողովուրդն էլ այնտեղից էթնիկ զտման է ենթարկվել։ Հետևաբար այն մարդիկ, ովքեր կարդում են նմանօրինակ հայտարարություններ, պետք է հասկանան, որ այդ խաղաղություն բառը բոլորի համար գրավիչ բառ է։ Եվ եթե Հայաստանի Հանրապետությունում գտնվել է մարդ կամ մի խմբակ, որի համար ընդունելի է այս տարբերակով, այս պայմաններով խաղաղությունը, մնացածն էլ կողջունեն, իրենց համար ինչ խնդիր է։ Այլ բան է, որ դուք տեսեք, որ Պրահյան գործընթացը ողջունող մարդիկ հիմա ինչ են անում, երբ Արցախն ամբողջությամբ հայաթափված է։ Ես ուզում եմ այս արձանագրումներն առնել, այս իշխանության խաղաղության մասին պատկերացումներ, որպեսզի հասկանանք այս իշխանության խաղաղության կոնցեպտը որն է, պետք է նայել Արցախին։ Արցախում հիմա խաղաղություն է։ Այնտեղ այն խաղաղությունն է, որն այս իշխանությունները կարող են բերել, եւ այս տրամաբանությամբ շարունակվելու դեպքում Հայաստանն ուղղակի հայտնվելու է Արցախի կարգավիճակում։ Կինգրիկյան եւ այս արագացող process-ների ֆոնին նաեւ ներքաղաքական որոշակի տեղաշարժեր են ընթանում ընդդիմության ներսում եւ հասկանալի է, որ քաղաքական ուժերը նաեւ պիտի դիրքավորվեն, պիտի իրենց առաջիկա գործողությունները մշակեն այս ամենին
զուգահեռ ու նաև գուցե հանդիման կուզեմ անդրադառնանք նաև այդ process-ներին։ Ես շատ ցավում եմ, որ այն արձանագրումները, որ մենք հիմա անում ենք եւ այն վտանգները, որի մասին մենք խոսում ենք, այս արձանագրումների ֆոնին եղել է հատկապես երկրորդ նախագահի ասուլիսից հետո այսպես հարձակում եւ ոմանք էլ անթակույց ասում էին, որ իրենք հույս ունեին, որ 2.5 տարի լռելուց հետո նախագահ Քոչարյանն ընդհանրապես դուրս կգա process-ներից եւ իրանք այսպես հիասթափված ու սահատված նրանից, որ երկրորդ նախագահան իր խոսքն է հնչեցնում, այսպես փորձեցին հարձակում իրականացնել, ինչը ուղղակի նման սուր անվտանգային խնդիրների պարագայում ավելի անհասկանալի դարձնում այն պարզ պատճառով, որ ով ուզում է ուզի, կամ ով ուզենա կամ չուզենա, իրողությունը մեկն է, որ այսօր ռեալ այլընտրանքը երկրորդ նախագահն է ներկայացնում։ Նրա շուրջը ամենամեծ վստահության զանգված է։ Հիմա եթե որևէ մեկը ուզում է այդ իրողությունը փոխի, դե թող փոխի։ Հասկանում եք, նախագահ Քոչարյանին կա հիմա այս բանակցություններ կոչված process-ի ավարտը լավագույն տրիգերը կարող է լինել ինչ որ բան գեներացնել։ Նախագահ Քոչարյանին փորձեցին ասուլիսից հետո վերագրել այն նախադասությունը, որ միայն ընտրություններով պետք է գնալ փոփոխության, որ իբր նախագահան սպասում է հաջորդ ընտրությունների, մինչդեռ շատ հստակ արձանագրում է եղել, որ Հայաստան դաշինքը իր ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր քաղաքական գործընթացներին։ Ես կարծում եմ այս նախադասությունը խիստ մտահոգիչ է դարձել մի շարք ուժերի համար եւ այդ պատճառով է, որ սկսել է նման հակադարձումը, բայց ես ուզում եմ, որ մեզ լսող մարդիկ էլ իրենց այդ հարցը տան։ Ում է ձեռնտու ընդդիմադիր մեծ հեղինակություն ունեցող եւ ամենամեծ կոնսոլիդացիա իրականացնող ուժին հարվածել է նման իրավիճակում։ Ընդդիմության դաշտում կոնսենսուս -1-ը, երբ կոնսենսուս -1-ը Ռոբերտ Քոչարյանն է, ում է ձեռնտու սա։ Ես այս հարցը օդում կախված կթողնեմ, որովհետեւ ակնհայտ է, որ այսօր մեզ պետք են մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարել, պատրաստ են շարունակել իրենց այն անզիջում պայքարը, որը մինչև այսօր իրականացրել են։ Ես շատ ցավում եմ, որ այս տարիների ընթացքում էլ, չնայած նրան, որ մարդիկ ասում են մեզ երրորդ ուժ է պետք եւ այլն, դե թող ձևավորվի այդ մշտական թեզն է, որ մշտական թեզն է։ Այսինքն երկրորդ նախագահան ինչ որ մեկի ձեռքից բռնել է, որ փողոց դուրս չգան, ձեռքից բռնել է, որ ակտիվ գործունեություն չծավալի, դե ծավալեք, դե արեք։ Եթե մեղադրում եք, որ մենք իբր սպասում ենք, չնայած դա իրականությանը չի համապատասխանում ընտրություններին, իսկ դուք էլ ուզում եք հանրահավաքներով խնդիրը լուծել, բալավ ում եք սպասում։ Իրականացրեք այդ հանրահավաքները։ Մենք էլ ձեզ կողջունենք, մենք էլ ձեզ կաջակցենք, բայց իրականացրեք։ Մեղադրելուց բացի, ինչպես տարօրինակ ինչ որ հարցադրումներ հնչեցնելուց բացի գործողություն արեք։ Եվ ես կարծում եմ այդ ասուլիսի հիմնական, քանի որ մեղնայն էր, որ նախագահ Քոչարյանը շարունակելու էր պայքարը, ինքը կա քաղաքական գործընթացներում եւ Հայաստան դաշինքը իր ծանրակշիռ մասնակցություն է ունենալու, շատերը չմարսեցին այդ իրողությունը, ես շատ ցավում եմ դրա համար, բայց եւ նաեւ ուրախ եմ, որ մարդիկ լսեցին այդ արձանագրումը, հասկացան, որ մենք որևէ կերպ նահանջի տեղ չունենք եւ շարունակելու ենք մեր պայքարը։ Շնորհակալ եմ զրույցի համար, հարցազրույցին սպասեք երկուշաբթի։